Այսօր Գյումրիի Մուշ թաղամասում տեղի ունեցավ մերօրյա հերոս Հրաչ Գալստյանին նվիրված խաչքարի բացումը։ Հիշեցնենք, որ գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը նահատակվեց քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ ապրիլի 3-ին Թալիշում։ Հերոսին նվիրված խաչքարը պատրաստել է Արտակ Գինոսյանը, ում հայրիկի վարպետ Շոթայի մոտ 16 տարեկանում սովորել է նաև Հրաչ Գալստյանը։ Խաչքարի բացման պատիվը վերապահվեց Հրաչ Գալստյանի հայրիկին Վարդան Գալստյանին եւ Հրաչի կնոջը Անուշիկին։ Արցախյան լայնամասշտաբ այս պատերազմական ճակատի ելքից էր կախված եւ հայկական պետականության ապական։ Նրանք գալիքը կերտողները մեր կերտեցին իրենց անմահությունը Արցախյան հողում։ Կարճ ժամանակ անց հերոսի հուշարձանը ծածկվեց թարմ ծաղիկներով եւ ծաղկեպսակներով։ Հրաչի հայրը Վարդան Գալստյանը հիմա արդեն իրեն մի քիչ ավելի թեթևացած է զգում։ Հույս ունի, որ վաղը սերունդները կճանաչեն մերօրյա հերոսներին եւ որ ինքը հնարավորություն կունենա արդեն բռնելով իր թորնիկի ձեռքը, ով լույս աշխարհ եկավ հոր մահից հետո, գալ որդու հուշարձանի մոտ։ Ես իմ գործս կատարեցի հանուն մեր հայ ազգի համար, մեր երեխաների համար, որովհետեւ ժամանակին իմ թորնիկս մեզանա բերեմ ստեղ մի քիչ ֆրացնեմ ու ասեմ որ քո հերոս հայրի որ համար եմ կառուցել ես ամենը։ Հարկ եւ պատիվ նրանց հետնորդներին, նրանց ժառանգներին, նաեւ մեր նախնիներին, որոնք նորից արյան կնով են պաշտպանել։ Ցավոք սրտի ես է։ Մենք չպետք է ունենայինք այսքան զո, բայց ինչ արած։ Գոնե մեր որդիները կարողացան, մեր եղբայրները հայրերը կարողացան այդ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, չգիտեմ պլիսկրի կերտը ինչ էր, հետ պահել եւ գոնե որոշակի ժամանակով մինչեւ գուցե մեր իշխանությունները գլխի ընկնեն եւ հասկանան, որ ոչ մի սահման, ոչ մի թիզ պետք չէ հետ տալ։